վերջերս եմ համալրել մեր զինված ուժերի բանակի շարքերը եւ այսօր պատասխանատու օր էր իմ համար, ես տվեցի զինվորական երթում եւ արդեն իմ վրա մեծ պատասխանատվություն եմ կրում, ես պատվով եմ այդ երթումը այսօր տվել եւ այդ պահից սկսած ես ինձ ավելի տղամարդկորեն, ավելի հայ եմ զգում ու ավելի պատվով եմ քայլում ու գլուխս բարձր։ Ու կարծում եմ այս 2 տարին էլ այդ նույն ոգով պետք է ծառայել, մեծ պատվով ու արժանապատվությամբ, բարձր պահելով մեր այն պապերի թողած գործը շարունակելով, բարձր պահելով նրանց պատիվը ու այս իրենց ազատագրած հողը միշտ պիտի մաքուր ու շիտակ պահենք ու թշնամին էլ անգամ փորձելով ցանկացած փորձ թող իմանա, որ հաստատ կանխարգելվի ու հետ կմղվի, մենք միշտ պատրաստ ենք դիմադրել նրանց եւ հետ մղել նրանց։ Ես անձամբ պատրաստ եմ եւ չեմ կասկածում իմ ընկերների, իմ զինակից ընկերների մարտունակության վրա, որ ցանկացած պահի պատրաստ ենք եւ քանզի այս հողը դարերից հասել է մեզ, իսկ այժմ արդեն մեր հերթն է, մեր պարտականությունն է պահպանել, շարունակել մեր մեծերի գործը ու ես իմ կարծիքով պիտի դա պարտականություն է, արժանապատվորեն ուրեմն պետք է այդ պարտականությունը կատարենք եւ շարունակությունը արդեն հանձնենք մեր գործը կատարելուց հետո հանձնենք արդեն մեր եղբայրներին։ Կոչ եմ անում այդ ովքեր խոճապի են մատնվել եւ լքում են իրենց հարազատ հողը։ Իմ կարծիքով ովքեր փախչում են, նրանք ովքեր փախչել են, նրանք միշտ էլ փախչում են, իսկ ովքեր մնացել են, կռվել են, պաշտպանել իրենց հողը, իրանք միշտ էլ կանգուն են, իրանք էլ ամեն պահի պատրաստ են, որ այդ հողը պաշտպանեն, քանզի դարերից սկսած մեր արմատները, մեր ծառի արմատները խրված է այս հողի մեջ։ Մենք այս հողից զուտ հայրենիք չունենք, մեր հայրենիքը էս է։ Ու այսօր անգամ որ մայրս մի քիչ թախծոտ կերպով ինձ հրաժեշտ տվեց, ես իրան հորդորեցի ու ասեցի մամ ջան, չմտածես, ասեցի որ փոքր ժամանակ հիշում ես դու անքուն հսկում էիր իմ քունը։ Իսկ հիմա կարող ես դու հանգիստ քնես, քանզի քո տղեն է, քո զինվոր տղեն է, պատվով կատարելու այլ պարտականությունը իր 2 տարին ծառայելու է ու քո հանգիստ անկասկած անշուշտ պահելու է սահմաններում։ Դու կարաս հանգիստ քնես։ Ու չեմ կարծում, որ 2 տարին ծառայելը դա եսի մի մեծ գործ է հայրենիքի համար։ Հայրենիքին պետք է միշտ ծնված օրվանից մինչև մահը անգամ կյանքով կարաս պատասխան տաս ու պարտավոր ես պատասխան տաս հայրենիքի համար ու մեր պապերը, մեր հայրերը, անձամբ ես գրում եմ իմ հորեղբոր անունը, ով զոհվել է, իր կյանքն է տվել հայրենիքի պաշտպանությանը Արցախյան գոյամարտում եւ ես մեծ պատասխանատվությամբ եւ պարտականությամբ եմ գրում այդ անունը եւ ցանկացած պահի պատրաստ եմ, այսինքն արդեն իսկ սկսել եմ իմ գործը, շարունակում եմ իմ հորեղբոր գործը եւ մնացած այն տղաների, ովքեր նահատակվել են, որպեսզի նրանց գործը երբեք չմատնվի, իզուր տեղը չկանգնի։ Ես միշտ շարունակելու եմ նրանց գործը ու նրանց, ովքեր նույնիսկ փախչում են, խուսափում են ծառայությունից, նրանց ես ուղղակի կոչ կանեի, որպեսզի նրանք տղամարդկությունը իրենց մեջ առաջին հերթին գտնեն, իսկ փախչողներին կխնդրեի, որ նրանք թող ավելի հեռու փախչեն։ Իսկ եթե գտնում են, որ ետդարձի ճամփա կա, նրանք պիտի ետդառան, թող գան։ Ես նրանց կընդունեմ մեծ ոգով, մեծ շուկով ու կհամալրեմ իմ ընկերների շարքը, իմ զինակից ընկերների շարքը եւ ուսուսի տևած միջև վերջ կպաշտպանենք մեր հայրենիքը, մեր հարազատ հողը, ջուրը ու օդը։ Սա մերն է։ Երբեք սա միշտ մերն է եղել եւ ոչ մի կերպ, ոչ մի ձևով չպիտի տանք այդ թուրք թշնամուն, քանզի սա մերն է, սա մեր հավերժությունն է։